Սիրելի քույրեր, եղբայրներ, բարի եկեք էլ Աստծո տունը։ Ուրեմն փառաբանում է Աստծո փրկության համար Սաղմոս 34-ը, ասма բոլոր ժամանակներում Տիրոջն եմ օրհնելու, նրա փառաբանությունը միշտ իմ բերանում է լինելու, իմ անձը Տիրոջով է պարծենալու, խոնարհները լսելու և ուրախանալու են։ Ինձ հետ մեծարեք Տիրոջը ու միասին բարձրացնենք նրա անունը։ Ուրեմն միաբան փառավորենք ու մեծարենք Տիրոջը։ Եվ Տիրոջից ուզենք, որ Սուրբ Հոգին մեր կյանքերում գործի, իշխի, փառք Տիրոջը իր ներկայության համար մեր կյանքերում։ Եվ ինչքան պետք է ուրախ լինենք, որ մենք տարբերվում ենք օտարներից նրա համար, որ Սուրբ Հոգուն ունենք, Աստծուն ունենք, դժվարությունների ու նեղությունների մեջ մի հատ մեծ հույս ունենք, որ կարող է ամեն պահ մեզ լսել։ Միակ մեկը, որ կյանքի ամեն պահերում, դժվարություններում, ուրախություններում, նեղություններում, ցած ու բարձր վիճակներում մեզ հետ է, միայն ու միայն Տերն է։ Փառք իր ներկայության համար։ Ամեն։ Որ այսուն այն կյանքի մեջ քեզ չմոռանամ, ձեռքերիդ մեջ է կյանքը իմ, այնտեղ երկնքում, ուր սուրբերն ու հրեշտակները երկնային
ուզում ենք երգենք Տերոջ հրաշք մեծության համար, որ ինքը փառավոր օրհնություն է, մեծություն է, մեր ամեն ինչն է, փառք Տերոջ։ Հրաշք մեծություն ես, ինչ փառավոր օրհնություն ես, քեզի նայեմ, քեզի հուսամ, իմ Հիսուս, օ ինչ հրաշք մեծություն ես, ինչ փառավոր օրհնություն ես, քեզի նայեմ, քեզի հուսամ, իմ Հիսուս, ձայնդ վերցրու, Տերորն է ձայնդ վերցրու, անորորն է ձայնդ վերցրու, իմ եղբայր և իմ քույր, ձայնդ վերցրու, Տերորն է ձայնդ վերցրու, անորորն է ձայնդ վերցրու, իմ եղբայր և իմ քույր, եկ միասին Տերը պաշտենք, եկ միասին Տերը գովենք, եկ միասին մատնենք անոր սրբարան, եկ միասին Տերը պաշտենք, եկ միասին Տերը գովենք, եկ միասին մատնենք անոր սրբարան, ձայնդ վերցրու, Տերը օրհն է ձայնդ վերցրու, անորորն է ձայնդ վերցրու, իմ եղբայր և իմ քույր, ձայնդ վերցրու, անորորն է ձայնդ վերցրու, Տերը օրհն է ձայնդ վերցրու, իմ եղբայր սիրելիս։ Հալելույա Տեր, փառավոր Աստված, պաշտում մեծարում ենք քեզ Տեր, փառաբանում քո վերջում, ամեն, հալելույա։ Եկ միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, փառաբանենք Տերոջ անունը, նա մեզ սիրում է, բարիքներ շնորհում է, առանց իրեն կյանքը ոչինչ չէ, ինքն է աղբյուր կյանքի, ուրախություն սրտի, Հիսուս Քրիստոս է իր անունը, եկեք միանանք մեկ ձայնով, մեկ հոգով, փառաբանենք Տերոջ անունը, եկեք երգենք, ծափզարկենք, փառաբանենք Տերոջ անունը, նա արժանի է մեծ բանի ու պատվի, հալելույա փառք Տերոջ, նա արժանի է մեծ բանի ու պատվի, հալելույա փառք Տերոջ,
Փառք Տիրոջ։ Ինչ օրնություն կա միապան Տերոջը գովերքելու օր ներկելու չէ։
օրհնեցեք Աստծուն իր սրբարանում, օրհնեցեք նրան իր զորության հաստատության մեջ, օրհնեցեք նրան իր հզոր գործերի համար, օրհնեցեք նրան իր գերազանց մեծության համաձայն, օրհնեցեք նրան շեփորի ձայնով, օրհնեցեք նրան տավիղով ու քնարով, ինչքան էլ որ մենք օրհնենք Տիրոջը քիչ է, եւ շատ առիթներ ունենք Իրանից շնորհակալություն հայտնելու համար, այս ազատ եկեղեցու համար, որ կարողանում ենք ազատորեն պաշտենք, մեծարենք, Աստծո խոսքը լսենք, գիտեք ինչ երկրներում մարդիկ չեն կարող այսպես հանգիստ գան ու Տիրոջը փառավորեն, իրանց սիրտը բացեն Աստծո մոտ եւ Տերը իրանց մոտ ներկայանա, միայնակ կարող են աղոթեն եւ Տերոջը ունենան, բայց չեն կարող այսպես հավաքույթներ ունենան, միապան Տերոջը փառավորեն, Աստծո խոսքը լսեն, աղոթենք նրանց համար, որ նրանք էլ այդ ազատությունն ունենան եւ փառք տանք Տիրոջը, այս հիանալի առիթների համար եւ շնորհակալ լինենք իրեն, որովհետեւ Տերը ամեն պայմաններում մեզ ամոթով չի թողնելու, օրհնենք իր սուրբ անունը եւ Տիրոջը փառք տանք, Տիրոջը փառք Փառք Տիրոջը, այսօր սիրելի եղբայր Ռաֆին էր մեզ համար նվագակցում, շնորհակալ ենք իր ներկայության համար եւ աղոթում ենք, որ Տերը օրհնի ամենքիս եւ շնորհք պարգևի, որ մեր կյանքով եւ մեր գործերով Տիրոջը փառավորենք, ոչ միայն ասելով, այլ գործունեությամբ։ Շնորհակալ եմ։ Փառք Հիսուսին։ Տերը բարի է։ Ամեն։ Կուզեմ, որ շրջես քո հարևանին եւ ասես. Տերը բարի է։ Եվ ամեն ժամանակ Տերը բարի է։ Սիրելիս, կարող է դժվարության մեջով ես անցնում, բայց իմացի որ Տերը տեսնում է։ Տերը գնահատում է։
Եվ Տերը հավատարիմ է։ Իմացեք, որ այդ ամեն դժվարությունների մեջ շատ գեղեցիկ խոսք է Սաղմոսի մեջ ասում է, որ Տեր, միթե չէ, որ դու իմ արցունքներս պահել ես եւ գիտես եւ շատ թանկարժեք է սիրելիս, որ մենք դժվարության մեջ հավատարիմ ենք մնում Տիրոջ եւ իրան սիրում ենք։ Իմաստը լրիվ հավատքի սա է։ Համեցեք առաջ երեխեք։ Ապրեք դուք։ Կարաք ասեք ձեր անուններն ինչ է։ Մարիա, Սարա, բրավո։ Ինչ։ Նատալի, բրավո։ Ինչ։ Միքայել, բրավո։ Տերն օրհնի ձեզ։ Լավ եք արել եք Աստծո տունը, գիտեք։ Մենք ով է կարող ասի ինչու են գնում Աստծո տունը, եկեղեցին։ Ինչն է պատճառը, որ գայս ենք եկեղեցի։ Կարող եք ասեք։ Սիրում եք Աստծուն։ Այո, ուզում եք իր խոսքը լսեք։ Այո, այս է պատճառը, որ գնում ենք եկեղեցի։ Տեր իմ Հիսուս ջան, գայս ենք քո ներկայության մեջ եւ աղոթում ենք այս փոքրիկների համար։ Աղոթենք, որ քո ձեռքը լինի իրանց վրա, Տեր իմ Հիսուս ջան։ Այն խոսքը, որ այսօր պետք է իրանք լսեն, քո խոսքը, աղոթենք, որ խորը ներս մտնի իրանց սրտերի մեջ եւ պատղաբեր լինեն իրանց կյանքերի մեջ։ Մենք օրհնում ենք, ձեռ ենք մեկնում դեպի իրանց եւ օրհնում ենք իրանց։ Աղոթենք, որ Տիրոջ պաշտպանությունը նրանց վրա լինի։ Այդ մաքրությունը, որ իրանց վրա է, աղոթենք, որ պաշտպանված լինի։ Այս չարի բղծությունից եւ իրանք զինվորների պես այսպես աճեն քո մեջ եւ քեզի փառք բերեն Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում ամեն շատ լավ երեխեք գնացեք քույրալիսի հետ եւ այսօր ձեր դասը կստանաք փառք Հիսուսին այո գիտեք մի հատ կարճ ես պատմություն ձեր հետ կիսվեմ եւ կտանք խոսքը քույր Աստղիկին Լինում է մի հատ մենեջեր խանութի մեջ, մեծ խանութ է լինում եւ մի օր մոտկանում է երկու հատ աշխատողի եւ այս աշխատողներին այս նախադասությունն է ասում է որ Տերը ուզում է որ բարձրացնի մի հատ նոր մենեջեր ձեր միջից եւ ուզում ենք տեսնենք որ մեկը դեք կարող ամենաշատ sales-ն անեք Եվ ըտրանց համեմատ, ով որ լավ աշխատող է, այդ նոր իրան պրոմոշենը կտանք։ Եվ այսպես այդ երկու աշխատողը իրան կին են լինում, մեկը մտածում է, ասում է, ես ինձ եմ կարող շատ այսպես sales անեմ, ես կգնամ նրանց հետևից, այն հաճախորդների հետևից, որ այսպես լավ հագուստներ ունեն։ Իրանք սենց լավ հարուստ են երևում եւ իրանց կմոտկանամ եւ այսպես իրանք լավ կծախսեն եւ ես էլ իմ նպատակից կհասնեմ իսկ այն մյուս աշխատողը ամենի մոտկանում ամենին նույն սիրով մոտկանում է եւ ծառայում է եւ տեսնում ենք մեկը ներս է մտնում Եվ այս անձնավորությունը մի քիչ ծեր է լինում, իր հագուստները մի քիչ հասարակ, այդ առաջիկին մոտկանում է եւ իրան ասում է միգուցե շփոթվել ես, էսի մի քիչ թանկարժեք տեղ է բան։ Մի հատ ավելի էժան տեղ կա, ավելի հասարակ ապրանքներով, փողոցը այն կողմն է։ Անձնավորությունը իրան չի ուշադրություն դարձնում, ներս է մտնում Եվ այն մյուս աշխատողը նատրան մոտկանում եւ այդ նույն ընթացքում մի հատ օտար մեկն է ներս մտնում շատ շքեղ հանդերձներով եւ ես ասում հա ես նրան կմոտկանամ
մոտ կանում անդրան, են էլ տարբեր բաներ ա փորձում, պայսակներ, կոշիկներ, եւ այսպես միտեղ հավաքվում ա այդ բաները, եւ այդ կինը իրան ասում ա, okay, so հիմա cash կվճարեք թե credit card։ Են ասում ա, գիտես, ես եկել եմ, որ այստեղ մենակ փորձեմ։ Տեսնեմ ոնց ա։ Ասենց թանկ տեղ ես եթե ծախսեմ, ես հարուստ չեմ լինի։ So ես եկել եմ փորձեմ եւ այս նույն բաները ես կգնամ online կառնեմ։ Եվ ինքը այսպես թողում ա եւ գնում ա։ Եվ այս կինը նայում ա իր գործակիցին, իր competition-ին, տեսնում ա, որ այն ծեր մարդու հետ ա, այն էլ նույնպես ապրանքներ ա հավաքել եւ ոնց որ պատրաստում ա, որ վճարի։ Եվ տեսնում ա, որ այն աշխատողը գնում ա հետևի storage-ը, որ մի հատ էլ օտար ապրանք բերի, ինքը այսպես շփոթում ասում ա, ես պետքա սրա առաջը բռնեմ։ So, երբ որ այն ներս ա մտնում, ինքը շտապ դուռը փակում ա, կողպեքը գցում ա ու հետ ա գալի պապիկի մոտ։ Պապիկին ասում ա, մյուս աշխատողը թողեց գնաց։ Բայց ես ստեղ եմ, ես պատրաստ եմ քեզ օգնեմ։ Ինչեր ես ուզում։ Այսքան ուզում ես գնես։ Ինքն ասում ա, բայց ես նա էր ինձի օգնում, այսքան ժամանակ ինքն ա օգնել, սրանք բան են կարել։ Եվ մի խոսքով ինքը վճարում ա եւ ասում ա ես կսպասեմ մինչեւ որ առաջի աշխատողը գա։ Եվ երբ որ առաջի աշխատողը գալիս ա, այն մյուս աշխատողը, ասում ա որ գիտեք ես եմ այս խանութի տերը։ Ես լրիվ ձեր վարքերը տեսամ։ Եվ այս կնոջը պետք է հանենք գործից եւ այն մյուսը որ խոնար սրտով, սիրով եկավ օգնեց, արավ նրան պետք է դարձնենք մենեջեր։ Գիտեք սիրելիներ, Աստծո խոսքը այսպես է ասում։ Մի հատ այս խոսքը կիսվեմ ձեր հետ, առաջի Հովհաննես 2:9 այսպես ասում, մեկը որ ինքը դավանում ա, որ պատկանում ա լույսին, բայց իր քրոջը կամ եղբորը չի սիրում, նա խավարի մեջ ա։ Եվ եթե մեկն իր եղբորը եւ քրոջը սիրում ա, նա լույսի մեջ ա բնակվում։ Գիտեք, շատ պետք ա զգուշ լինենք։ Մարդիկ կան, որ եկեղեցու մեջ այսպես ուզում են իրար գլխի ոտք դնեն, որ իրանց ներկայացնեն, իրանց վիճակը բարձրացնեն։ Աստծո թագավորության մեջ էսի ձևը չի։ Հիսուսն ասեց, նա որ խոնար ա, նա ա որ ինքն ա գլուխը։ Ամեն։ Նա որ ինքն իրան ա ներկայացնում, էդի աշխարհիկ ա։ Աշխարհն ա այդպես։ Բայց մենք որ լույսի բնակիչներ ենք, մենք մեկս մյուսին պետք է բարձրացնենք եւ մեկս մյուսին պետք է սիրենք։ Սա Աստծո ծրագիրն է։ Շնորհակալություն ձեզ ձեր համբերության համար եւ հիմա խոսքը կհանձնենք քույր Աստղիկին։ Գիտեք, եղբայր Ստիվը նախաբանը տվեց իմ այսօրվա խոսքի, ամեն։ Եվ մենք այսօր աշխարհում տեսնում ենք մեկ այլ մշակույթ, մի մշակույթ, որ շատ տարբերվում է այն մշակույթից, որի մասին ինքը խոսեց, հա, երկնքի արքայության մշակույթից։ Եվ գիտեք, Աստվածաշնչում նոր ուրեմն գտակարանում ավետարանների մեջ Connected. մոտ 120 անգամ Հիսուսը խոսում է մի թեմայի մասին եւ նա շեշտում է այս թեմայի կարեւորությունը, նա խոսում է երկնքի արքայության մասին։ Պատկերացնում եք, մոտ 120 անգամ ուրեմն ավետարանների մեջ նա խոսում է երկնքի արքայության մասին։ Եվ մենք դրա մասին այսօր պետք է խոսենք։ Երկնքի արքայության մասին, ամեն։
Մինչև մենք խոսքին կանցնենք, սիրելիներս, ուղղակի ես մի լուր իմացա այս առավոտյան, որ շատ իմ սրտին կպավ, ես գիտեմ, որ մենք Աստծո եկեղեցի ենք, այստեղ ոչ միայն եկել ենք Աստծո խոսք լսելու, այլ երբ որ մի անդամը ցավի մեջ է, մյուս ամբողջ մարմինը եւ բոլոր անդամները նրա հետ պետք է ցավան։ Եվ մինչև որ մենք անցնենք խոսքի, ես կուզենամ, որ մենք սրտանց կարող եք ոտքի կանգնել, եթե կարելի է, մենք աղոթենք մեր քրոջ Լիդայի եւ նրա ամուսնու համար, որովհետեւ երեկոյան նրա ամուսինը շատ վատ heart attack է ունեցել եւ նա հիմա գտնվում է հիվանդանոցում, 3 հատ ստենտ են դրել եւ նա անգիտակից վիճակում է։ Վերենք գիտենք, որ արդարի աղոթքը շատ զորավոր է։ Ամեն։ Okay. Մենք մի հատ Վազգենի համար ենք հիմա աղոթելու, Տեր ջան, մենք շնորհակալ ենք քեզանից, որ դու մեր աղոթքները լսում ես։ Տեր ջան, մենք բերում ենք մեր եղբորը քո առջև, որտեղ որ ինքը հիմա կա այդ հիվանդասենյակում, Տեր, մենք խնդրում ենք, որ քո օծությունը, Տեր, քո ներկայությունը, քո սուրբ հրեշտակների ներկայությունը այդտեղ լինեն, Տեր։ Ես աղոթում եմ, որ դու, Տեր ջան, քո զորությունը եւ քո օծությունը պահես մեր քրոջ Լիդայի վրա, որ ինքը քո հոգով զորանա, Տեր ջան, որ ինքը քո հոգով զորանա, որ դու քո խաղաղությամբ լցնես նրա սիրտը, Տեր։ Եվ ես աղոթում եմ, որ դու, Տեր ջան, քո ծակված ու խոցված ձեռքերը դնես Վազգենի սրտի վրա եւ դու նրա սիրտը բուժես, դու նրա սիրտը վերականգնես, դու նրա սիրտը վերանորոգես, Տեր ջան։ Այդ ստենտերը, որ դրել են, լավագույն ձևով արդյունք տան եւ ինքը շատ արագ ձևով վերականգնվի եւ գիտակցության գա Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք օրհնում ենք նրան, մենք օրհնում ենք եւ խոսում ենք քո բժշկարար ձեռքը եւ քո կատարյալ առողջությունը Վազգենի վրա։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ուղղակի սրտանց աղոթիս ելիս, ոնց որ քո բարեկամի համար կաղոթես, քո ընտանիքի համար կաղոթես, թող եղբայրը ոտքի կանգնի եւ թող սա լինի վկայություն նրա համար, որ նա 100-ից 100% ապաշխարի, या սիրտը տա քեզ եւ այսօրվանից քո համար ապրի եւ մենք նրան ամեն Կիրակի այստեղ իր կնոջ կողքը տեսնենք, Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, թող այդ ամբողջ ընտանիքը եւ նրանց տղան նույնպես եւ աղջիկը բժշկվեն իրենց հոր այս բժշկությունը տեսնել Հիսուս Քրիստոսյանով փրկվեն, փրկություն գա Տեր ջան այդ տան մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, դու ամեն բաները գործակից ես անում դեպի բարին, Տեր, ու մենք խնդրում ենք, որ դու գործակից անես դեպի բարին այս ընտանիքի համար, նույնպես աղոթում ենք մեր քույր Արփինեի համար, որ դու իրան բուժես, որ դու իրան վերականգնես եւ դու իրան վերադարձնես քո տունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն Հալելույա, համեցեք սիրելիներս, նստեք, այո, երկնքի արքայության ամենակարևոր չափանիշը դա սերն է, ինչպես լսեցինք, եթե մենք սեր ունենք միմյանց հանդեպ եւ հոգատարություն, ամեն, եւ ուրեմն ես խոսելու եմ երկնքի արքայության մասին, Իրեք ես զգում եմ, որ եկեղեցում շատ չի խոսվում, ինձ թվում է մենք շատ միգուցե չենք հասկանում շատ բաներ մեզ համար թաքնված են, բայց աղոթում եմ, որ Սուրբ Հոգի դու այսօր գործես մեր մեջ, աղոթում եմ, որ դու իմ միտքը վերցնես, իմ շուրթերը վերցնես եւ դու խոսես քո խոսքը եւ դու մեզ բացահայտես այդ գաղտնիքները, որ կա քո մեջ, ինչ ես ուզում, որ մենք տեսնենք այսօր Եվ ուրեմն նորից Հիսուսը անդադ խոսում էր երկնքի արքայության մասին։ Մատթեոս 3:2-4:17, Մարկոս 1:15 նա ասում էր, ինչ ապաշխարեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Մատթեոս 10:7, Մարկոս 6:7, Ղուկաս 9:1 Նա իր աշակերտներին ուղարկում էր ժողովրդի մեջ ու ասում էր գնացեք եւ քարոզեք մի շատ հատուկ ուղերձ գնացեք եւ քարոզեք եւ ասեք նրանց որ երկնքի արքայությունը մոտեցել է հիվանդներին բժշկեք դևերին հանեք բորոտներին մաքրեք ամեն Սիրելիներս արքայությունը թագավորությունը հիմնված է թագավորի անձի վրա գիտեք ապրելով հատկապես Ամերիկայում Երևի թե սովետական միության այդ վաղուց այդ տարիներին մարդիկ մի քիչ ավելի լավ էին պատկերացնում թագավորությունը ինչ բան է
որովհետև այնտեղ կար ինչ Ստալինը, չէ, եւ նա կարելի ասել թագավոր էր, այսպես ասած, եւ ոչ ոք չէր կարող նրա դեմ որևէ տեսակի կարծիք արտահայտել։ Եթե արտահայտում էր, քշում էին ուղիղ Սիբիր եւ այնքան գրքեր կա այդ մարդկանց այդ խեղաթյուրված ճակատագրերը, չէ, որ մեկը խոսում էր եւ միանգամից պատժվում էր։ Բայց գիտեք, մեր թագավորը այլ թագավոր է։ Նա սիրո թագավորն է, նա խաղաղության իշխանն է, նա հավիտենության հայրն է։ Ամեն։ Բայց այդ ամենի հետ կապված նա նույնպես տալիս է մեզ ազատ կամք, գիտեք։ Երբ որ Իսրայելի ազգը իրեն համար թագավոր էր ուզում ընտրել, հիշում եք, Տերը ուրախ չէր։ Տերը ասեց՝ դուք ինձ փոխում եք, դուք մարդկային թագավոր եք ձեզ համար ուզում։ Եվ գիտեք, ասեց, որ մարդկային թագավորների բանակում ծառայելու են ձեր որդիները, զոհվելու են, դուք ձեր հարստությունը տալու եք որպես հարկ նրանք ձեզ հարստահարելու են, հա։ Տերը գիտեր, եւ Տերը ուրախ չէր, բայց Տերը ինչ արեց, այդ ամեն ինչի հետ մեկտեղ թույլ տվեց։ Ոչ միայն թույլ տվեց, այլև օծեց այդ թագավորներին եւ օրհնեց նրանց, ճիշտ է։ Բայց նա է երկնքի արքայության կենտրոնը, առանցքը, նրա վրա է հիմնված երկնքի արքայությունը։ Հիսուս Քրիստոսն է միակ Տերը եւ միակ գլուխը եկեղեցու։ Եկեղեցին ունի մեկ Տեր եւ այդ Տերը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Գիտեք, երկնքի արքայությունը դեմոկրատիա չէ, ինչպես էստեղ Ամերիկայում, որտեղ կա խոսքի ազատություն, որտեղ կա կարծիքների ազատություն, ով ինչ ուզում է անում է։ Թվում է, թե մեկ ճշմարտություն չկա, ամեն մեկն իր ճշմարտությունն ունի։ Բայց երկնքի արքայությունում այդպես չէ։ Կա թագավոր եւ նա ունի իր խոսքը եւ ամեն բան պատտվում է նրա խոսքի շուրջը։ Երկնքի արքայությունը այն վայրն է, այն տեղն է, որտեղ նա իշխում է։ Ու երբ որ Տերը իշխում է, նրա կամքն է կատարվում։ Եվ ո՞րն է նրա կամքը, մենք բոլորս գիտենք, բարին, հաճելին, կատարյալը, Սուրբը, ամեն, նրա կատարյալ իշխանության տակ չկա ստվեր, չկա չարիք, չկա սուտ, չկա տառապանք, չկան արցունքներ, չկան տկարություններ, հիվանդություններ, բայց ինչքանով ենք մենք նրան հանձնվում։ Մենք ուզում ենք նրա արքայության պտուղները վայելել, բայց ինչքանով ենք թողնում, որ նա իշխի մեր վրա եւ լինի մեր Տերը։ Ամեն, արդյոք մենք ենթարկվում ենք նրա խոսքին, ենթարկվում են նրա կամքին, հա, թե մենք ամեն մեկս մեր կամքն ունենք եւ ուզում ենք մերը անենք, մերը կառուցենք։ Գիտեք, այն ինչ որ մարդկային է ու կառուցվում է, քանդվում է։ Քարը քարի վրա չի մնում։ Սա միայն ժամանակի խնդիր է։ Մենք չենք կարող մեր ուժերով կառուցել։ Ոչ մի բան չենք կարող, ոչ ընտանիք, ոչ տուն, առավել եւս ոչ եկեղեցի։ Մարդկային ձևերով մենք չենք կարող կառուցել։ Միայն մենք կարող ենք Աստծո հոգով կառուցել։ Ամեն։ Քրիստոս ասում էր ապաշխարեք, երկնքի արքայությունը մոտեցել է, որովհետև ինքը թագավորների թագավորը չնայած որ խոնարհված, մարդու կերպարանք առած, բայց նա քայլում էր երկրի վրա։ Եվ այո, մոտեցել էր Աստծո արքայությունը։ Երբ որ ժամանակն էր, որ նա գնար, նա ասաց. լավ կլինի, որ ես գնամ, որովհետև ես եթե գնամ, մխիթարիչը կգա։ Եվ գիտեք, մխիթարիչը Սուրբ Հոգին, նա ամենուր է։ Եթե Քրիստոսը այդ պահին, որպես մարդ սահմանափակել էր ինքը իրեն ժամանակի ու տարածության մեջ, ապա Սուրբ Հոգին անսահմանափակ է, նա ամենուր է, այսօր գործում է այստեղ Գլենդելի Մարնաթա եկեղեցում եւ գործում է Աֆրիկայի ինչ որ մի եկեղեցում, որտեղ այսօր քրիստոնյաներին կոտորում են, բայց նա այնտեղ գործում է եւ զորացնում է եւ փրկում է, ամեն, եւ դրա համար սիրելիներս երկնքի արքայությունը այստեղ է, որովհետև Սուրբ Հոգին այստեղ է, ամեն, երկնքի արքայությունը մոտեցել է, որը պետք է լինի մեր համար առաջին վերաբերմունքը այս լուրին, ոչինչ չի փոխվել, ապաշխարեք,
ապաշխարեք, որովհետև երկնքի արկայությունը շատ մոտ է։ Հալելույա։ Սիրելիներս, ապաշխարությունը, ճշմարիտ ապաշխարությունը դա այն ճանապարհն է, որով մենք ընդունում ենք ու մտնում ենք երկնքի արքայության մեջ։ Եվ մեր կյանքում կատարվում է Աստծո կամքը։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Կողոսացիս 1:27-ում ասում է. Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որ Քրիստոսը ձեր մեջ է, եւ սա է փառքի հույսը։ Անգլերեն ասում են Christ is in you, the hope of glory։ Սա այդ հույսն է, որ մենք ունենք, ու մենք այդ հույսով ուրախանում ենք։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Դու հավատում ես այս բարի լուրին, որ Աստծո արքայությունը հեռվում չէ, եւ քո մեջ է, եւ քո կողքն է, քո շուրջն է։ Հալելույա։ Գիտեք, փարիսեցիները եկան եւ Քրիստոսին հարցրեցին Ղուկաս 17:20։ Ասեցին, թե Աստծո արքայությունը երբ է գալու։ Նրանց պատասխանեց ու ասեց. Աստծո արքայությունը տեսանելի նշանով չի գալու, ոչ էլ կասեն, ահա այստեղ է կամ ահա այնտեղ է, որովհետև Աստծո արքայությունը հենց ձեր ներսում է։ Իսկ աշակերտներին ասաց. կգան օրեր, երբ կուզեք մարդու որդու օրերից մեկը տեսնել եւ չեք տեսնի։ Ձեզ կասեն, ահա այստեղ է կամ ահա այնտեղ է, չգնաք ու չհետևեք, որովհետև ինչպես ջայթող կայծակն է փայլատակում հորիզոնի մի ծայրից մյուսը, այնպես էլ կլինի մարդու որդին իր գալու օրումը։ Հետաքրքիր է, չէ՞։ Աշակերտներին հատուկ բաներ է բացում ապագայի հետ կապված։ Այո, երկնքի արկայությունն այստեղ է, բայց երկնքի արկայությունը 100-ից 100% ֆիզիկապես կարտահայտվի հորիզոնի մի ծայրից մյուսը լուսավորելով, երբ որ նա գա երկրորդ անգամ։ Ամեն։ Եվ այդ ժամանակ նրա բոլոր թշնամիները կփոշիանան եւ բոլորը պատվանդան կլինեն նրա ոտքերի տակ։ Եվ ամեն լեզու կդավանի Քրիստոսն է Տերը։ Հալելույա։ Սա այն հույսն է, որով մենք պետք է ուրախանանք։ Ամեն։ Հույսը չի ամաչեցնում։ Ուրեմն երկնքի արքայությունը մեր ներսում է եւ սա մեր սրտի դիրքն է։ Ամեն։ Եվ երկնքի արքայությունը նույնպես արտահայտվում է ներսից դուրս, մեր գործերով, մեր վարքերով, մեր որոշումներով։ Հալելույա։ Հռոմեացիս 14:17-18 Պողոս ասում է, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ ինչ է, ով է կարող ասել, արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգու մեջ։ Սա է Աստծո արքայությունը։ Սրանով մենք պետք է ներսից լիքը լինենք։ Տերը շեշտում է արդարություն, ուրախություն եւ խաղաղություն։ Առանց արդարության անհնար է խաղաղ լինել։ Առանց արդարության դու չես կարող հանգիստ աչքերդ փակես եւ քնես, որովհետեւ Տերը իր արդարներին է տալիս անուշ քուն։ Ճիշտ է։ Տիրոջ արդարությունը, այո, նա տվեց իր արյունը, նա նվեր տվեց դա մեզ, բայց մենք պետք է խոնարհենք ինքներս մեզ Տիրոջը եւ նրա արդարությունը գործենք։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Մատթեոս 6:33 Հիսուս ասում է. հոգ մի արեք, ինչ պետք է ուտեք, ինչ պետք է խմեք, հագնեք, այդ բոլորը հեթանոսների գործերն են ու խորհուրդներն են։ Դուք նախ եւ առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը փնտրեք եւ այս ամեն բաները ավելցիկով կտրվի ձեզ։ Նորից տեսնում եք արդարությունը, շատ կարևոր է։ Սա արդարների թագավորությունն է, ճիշտ է։ Աստծո արքայությունը դա արդարների թագավորությունն է։ Հալելույա։ Ուրեմն սիրելիներս, ով կարող է ժառանգել եւ տեսնել Աստծո արքայությունը։ Առաջինը մենք խոսեցինք, Հիսուսը Նիկոդիմոսին ասում էր Հովհաննես 3:3։ Գիտեք,
Նիկոդիմոսը հետաքրքիր մարդ էր, ինքը փարիսեցի էր, բայց չհամբերեց, որ լույսը բացվի։ Գնաց Հիսուսի մոտ, որ հարցեր տա։ Մենք միշտ ասում ենք, որ նա գիշերով եկավ, որ իրեն չճանաչեն։ Իհարկե դա այդպես գրված չի։ Գրված է նա գիշերով եկավ։ Միգուցե նա չհամբերեց մինչև առավոտվա լույսը բացվի, նա ծարավ ուներ եւ նա ուզում էր լսեր Քրիստոսից։ Նա հասկանում էր, որ այս անձնավորությունը, այս մարգարեն ուսուցիչը տարբեր է մյուսներից։ Եվ գիտեք, սիրելիներս, Հիսուսը Հովանես 3-ը ամենակենտրոնական ավետարանի գլուխներից է։ Հովանես 3-ում է, որ Հիսուսը ասում է Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն զոհեց, որ նրան հավատացողը չկորչի եւ ունենա հավիտենական կյանք։ Այս բաները Հիսուսը ոչ թե իր աշակերտներին է պատմում, այլ ում է պատմում Նիկոդեմոսին, փարիսեցուն, հա, որովհետեւ փարիսեցին, այս կոնկրետ փարիսեցին ծարավ սիրտ ուներ եւ նա փնտրում էր ճշմարտությունը։ Հիսուսը նա երեսպաշտ չի։ Այնպես չի, որ նա մաքսավորներին սիրում էր, մեղավորներին, բայց փարիսեցիներին չէր սիրում, որտեղ նրանք փարիսեցին։ Ոչ, Հիսուսը չէր սիրում նրանց միջի կեղծավորությունը, նրանց միջի այդ պղծությունը, որ ներսից պիղծ էին, դրսից ձևական իրենց լավ էին ցույց տալիս։ Բայց Նիկոդեմոսը տարբեր էր։ Եվ երբ որ նա եկավ, Հիսուսը նրան մի մեծ ճշմարտություն բացեց ու ասեց. ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, Աստծո արքայությունը չի տեսնի։ Այսինքն վերստին ծնունդը եւ ճշմարիտ ապաշխարությունը դա նախապայման է, որպեսզի դու քո կյանքում, քո եկեղեցում տեսնես, վերապրես երկնքի արքայությունը։ Չի լինի, որ մենք մեր մեղքերին կպած ապրենք եւ նրա արքայությունը ուզենանք եւ ասենք այդ ոնց է մենք նրա արքայությունը չենք տեսնում, ինչու ունենք այսքան խնդիրներ եւ այլն, ինչու Աստված մեզ չի պատասխանում։ Սիրելիս Տերը արդարների Աստված է։ Ապաշխարեք, որովհետեւ Աստծո արդարությունը մոտեցել է։ Եվ երկրորդ կետը Հիսուսին իր աշակերտները եկան 18 Մատթեոս 1-5 եւ հարցրեցին. ով է ավելի մեծը երկնքի արքայության մեջ։ Ես մենք մարդիկս միշտ մեծ ու փոքր ենք սիրում անել։ Ով է մեզնից ավելի կարևոր, ավելի պաշտոնյա, հա, ամերիկացիք ասում են ով է ավելի cool մեզանից։ Եվ Հիսուսը ինչ ասեց, ասեց մի հատ փոքր երեխա բերեք, ես բալիկներից որ եկան առաջ։ Դրեց ու ասեց, որ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե դարձի չգաք եւ չնմանվեք այս երեխաներից մեկին, երկնքի արքայություն չեք մտնի։ Արդ ով իր անձը խոնարեցնի, ինչպես այս երեխան է, նա ավելի մեծ կլինի երկնքի արքայության մեջ։ Եվ ով իմ անունով այսպիսի մի երեխայի ընդունի, ինձանից ընդունված կլինի։ Ուրեմն խոնարհությունը դա նախապայման է երկնքի արքայության մեջ մտնելու եւ վերապրելու համար։ Ամեն։ Աստված ում է տալիս իր շնորհքը։ Աստված ամեն մեկին իր շնորհքը չի տալիս։ Աստված իր շնորհքը տալիս է խոնարհներին։ Իսկ հպարտներին Աստված հակառակ է կանգնում։ Բարձ գրված է։ Ամեն։ Աստծո արքայությունը ունի հոգևոր օրենքներ։ Ինչպես ֆիզիկական աշխարհ ունի օրենքները, Աստծո արքայությունը ունի իր օրենքները։ Հալելույա։ Շնորհակալ ենք Տեր։ Կողոսացիս 1:12-14-ը Գոհություն մատուցենք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որ մեզ խավարի իշխանությունից ազատեց եւ մեզ իր սիրելի որդու արքայության մեջ փոխադրեց, որի միջով մենք ունենք փրկություն եւ մեղքերի թողություն։ Սիրելիներս, Հիսուս Քրիստոսի արքայությունը լույսի արքայություն է։ Ամեն, նրա մեջ խավար չկա։ Գիտեք, այս ամբողջ ամիսը, այս Ամերիկայում խավարի տոների ամիսն է։ Եվ մենք լույսի թագավորության որդիներ ենք եւ չպետք է խառնվենք խավարի թագավորության
տոների հետ։ Գիտեք, մի հայտնի մարդկա ինքը John Ramirez, եւ ինքը նախկինում շատ ուժեղ սատանապաշտ է եղել եւ հիմա քարոզիչ է ապաշխարել է։ Եվ հետաքի բան ասում է, գիտեք, ասում է, քրիստոնյաները, որոնք Հալոուին են տոնում, դա նմանացնում եմ նրան, որ տարին 1 Քրիստոսին դավաճանում են սատանայի հետ։ Հետաքրքիր է ասում է, ոչ մի սատանապաշտ տարին 1 սատանային չի դավաճանում Քրիստոսի հետ։ Ասեն գա զատիկին եկեղեցի, չէ՞։ Տենց բան չես տեսնում, բայց ինչպես է լինում, որ մենք քրիստոնյաներս մեր երեխաներին եւ այլն այդ օրը տոնում ենք Հալոուին, չպետք է դա լինի։ Լույսը խավարի հետ առնչություն չունի։ Տերը մեզ փոխադրեց խավարից իր լույսի մեջ։ Առաջի Պետրոս 2:9 նա մեզ խավարից հանեց եւ իր սքանչելի լույսի մեջ տեղափոխեց։ Amen. He called us out of darkness into his marvelous light. Ինչ գեղեցիկ խոսքեր են։ Hallelujah. Hallelujah. Ուրեմն տեսանք մի քանի այսպես բան երկնքի արքայության մասին։ Եվ հիմա ես կուզենամ, որ մենք բացենք Մատթեոս 13-ը, սա մեր հիմնական գլուխն է լինելու այսօրվա քարոզի։ Եվ ես նույնպես քաջալերում եմ, որ տանը դուք կարդաք սա, ամբողջ գլուխը։ Ուրեմն այս գլխում առաջի անգամ Հիսուսը սկսում է խոսալ առակներով։ Մինչև դա Մատթեոս 5, 6, 7 լեռան քարոզը Հիսուսը առակներով չի խոսում, Հիսուսը պարզ խոսում է։ Բայց տեսնելով մարդկանց անհավատությունը, շատերը իրեն չէին ընդունում, շատերը միայն ձկան եւ հացի համար էին իրեն հետևում, չէ՞։ Ինքը ասաց, որ ես առակներով պիտի խոսեմ, որ տեսնելով տեսնեն ու չտեսնեն, լսելով լսեն ու չլսեն։ Հետաքրքիր է։ Երբ որ դու Տիրոջ այդ մարգարիտները անարգում ես, երկար չի շարունակվելու, հա? Այսինքն Տերը արդեն ինքը ծածկում է որոշ բան այս ժողովրդից, սկսում է առակներով խոսել։ Եվ միայն իր աշակերտներին է բացահայտում այդ առակները հետո։ Եվ այստեղ 7 կարևոր առակներ է տալիս այս գլխում երկնքի արքայության մասին։ Ամեն առակը մի քարոզի թեմա է։ Ես ուղղակի արագ կանցնեմ եւ 4-ի մասին այսօր, առաջի 4-ի մասին կխոսեմ։ Առաջի առակը Սերմնացանի առակն է, մենք բոլորս գիտենք, երբ որ ցանողը, խոսքը ցանողը դուրս եկավ դաշտում, դաշտը որն է աշխարհը, սկսեց իր ընտիր խոսքը ցանել, իր պատվական սերմը, եւ այն ընկնում էր 4 տարբեր հողերի վրա, մենք գիտենք սա։ Եվ մի մասը ընկավ ճանապարհի վրա եւ թռչունները հափշտակեցին, սա նման է այն մարդկանց, ովքեր հենց որ լսում են, սատանան գալիս է գողանում է եւ խոսքը ոչ մի արմատ չի տալիս։ Երկրորդ ու երրորդ ուրեմն տեսակը ճանապարհի եզրին էր մեկը ընկել, որ հողը քիչ էր, մյուսը փշերի մեջ։ Եվ որովհետև արմատը քիչ էր ճանապարհի եզրին, այս մարդիկ արագ ընդունում են Աստծո խոսքը, էմոցիոնալ ռեակցիա են տալիս Աստծո խոսքին։ Ընդհանրապես եկեղեցիներում շատ էմոցիոնալ ռեակցիաներ կա։ Եվ մենք մարդ ենք, մենք էմոցիաներ ունենք, բայց էմոցիաներով երկար չես ծառայի Տիրոջը, էմոցիաներով չես կարող հաճեցնել Տիրոջը։ Էմոցիաները շատ ժամանակավոր են ու փոփոխական։ Այսօր դու ուրախ ես, էմոցիոնալ, վերելքի վրա ես, դու փառաբանում ես։ Վաղը դժվարության մեջ ես, արդեն չես կարող փառաբանել, չէ՞։ Էմոցիոնալ քրիստոնյան այսպես է լինում։ Եվ հենց որ ասում արևը եկավ, արմատ չունեն, արագ չորացան ու մենք շատ տեսել ենք այսպիսի քրիստոնյաների, որոնք սեզոնային քրիստոնյաներ են։ 1 տարով, 2 տարով գալիս են, որոշները իրենց ուզածն առնում են, էլ չեն գալիս, օրինակ ես ընկերուհիներ ունեի, որ եկան եկեղեցի ամուսնացան, այդ էին ուզում։ Ու վերջ, այդ սեզոնի համար էր իրանց մոտ հավատքը։ Կար որ եկան, ինչ որ բաներ եղավ, որ իրանց սրտով չեղավ, բան իրանք հեռացան, ասին չէ, սրա մեջ էլ բան չկա։ Մի խոսքով, եւ երրորդ տեսակը ընկնում են փշերի մեջ եւ փշերը խեղդում են, որովհետեւ գրված է հարստության սերը, ճիշտ է, այս աշխարհի սերը խեղդում, այդ հոգսերը խեղդում են։ Եվ չորրորդը վերջապես բարի հողն է,
եւ արմատներ կտա բարի խոսքը եւ կբերի պտուղներ եւ էլի հավասար չեն պտուղները 30, 60, 100 պատիկ շատ տարբեր ուրեմն ռեակցիաներ են Աստծո խոսքի հանդեպ եւ Հիսուս ասում է Աստծո արքայությունը էսպես է հետաքրքիր է չէ էսպես է Աստծո արքայությունը բոլորը հավասար չեն եկեղեցում ամեն տեսակ հող կա ամեն տեսակ սիրտ կա եւ ամեն տեսակ պտուղ կա երկրորդ առակը որ նա տալիս է շարունակությունը որոմների առակն է ասում է որ ուրեմն մարդը բարի սերմ ցանեց իր դաշտում բայց գիշերը թշնամի մեկը եկավ եւ մոլախոտ ցանեց որոմ ցանեց Եվ առավոտը վերկացան տեսան երկուսն էլ ծիլ է տալիս։ Եվ գիտեք, որոմն ու հասկը ցորենի շատ արտակնապես իրար նման են։ Պարզապես մեկը պտուղ ունի մեջը, ցորենի հատիկները ունի, մյուսի մեջ փուչ է։ Եվ դու չես կարող արտակնապես տարբերել։ Եվ Հիսուսը ասում է թող երկուսն էլ աճեն մի պոկեք։ Մինչև որ հասնի եւ գա վերջի ժամանակը եւ գա դատաստանի օրը եւ Աստծո հրեշտակներն ու Տեր Աստվածը ինքը կբաժանի։ Գիտեք, մենակ հայրն է իմանում, որ սրտի մեջ ինչ կա, դուք գիտեք դա։ Դեք մի պահին վրա այնքան տրտմություն էր եկել, որ ես տեսնում էի, ասում էի, ախր ոնց կլինի քո եկեղեցին էս վիճակում լինի կամ շատերը տեսնում էի, որ ասում են մենք հավատացյալ ենք, հատկապես մեր ազգը, չէ։ Բոլորն էլ հավատացյալ են մեր ազգում, միթե մեր ազգում անհավատ մարդ կա։ Բոլորն էլ մենք քրիստոնյա ենք։ Բայց Տեր Աստված, արի ու տես այսօր Հայաստանը, ահա որ թիվ եմ ասելու հիմա, աշխարհում արհեստական բիժեցումների քանակի մեջ պաշտոնական տվյալներով երկրորդ տեղն է։ Այսինքն ոչ պաշտոնական տվյալներով վստահաբար առաջի տեղն է։ Եվ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք հպարտացող եւ ցավ է գալիս։ Գիտեք, մենք փոքր ազգ ենք։ Մեր թշնամիները 5, 6, 10 երեխա են բերում։ Մեր այս հրաշալի ընտանիքը, բրավո իրենց, որ այսքան բալիկներ են բերել, չէ՞, բայց շատ չեն այսպես, չէ՞։ Հայերը ինչ են անում։ Աղջիկ երեխա, նայ քանի աղջիկ ունեն, աղջիկ երեխա իմանում են եւ սպանում են։ Եվ ցավ է գալի, ասում ես Տեր Աստված, բայց ինչու։ Ինչու է այսպես քո ժողովուրդը։ Բայց մենք Հիսուսի խոսքերի մեջ մխիթարություն ենք գտնում։ Նա հենց սկզբից ասել է. «Այսպես է երկնքի արքայությունը։ Որոմներն աճում են հասկերի կողքին, եւ միայն Հայրը գիտի, եւ մի օր նա բաժանելու է»։ Ուրեմն սիրելիս, մի շփոթվի։ Մի նայի կողքդ, կողքին նստածից էլ մի նայի։ Բեմի վրա կանգնածին էլ շատ մի նայի, քեզ ասեմ, հա։ Տիրոջը նայի, ամեն, եւ վախով ու դողով ինքդ քո փրկությունը ասում է գործիր, Աստծո խոսքը։ Ամեն, նայիր քո կյանքին եւ Տերը ամեն բան գիտի եւ Տերը մի օր հատուցելու է։ Հալելույա։ Երրորդ առակը, սիրելիներս, մանանեխի հատիկի եւ թթխմորի առակն է։ Նրանց եւս մի առակ պատմեց 31 խոսքն է Մատթեոս 13։ Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց եւ իր արտի մեջ ցանեց։ Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում եւ ծառ է դառնում, այնպես որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերին հանգիստ առնում։ Տեսնում եք։ Սա երկնքի արքայության զորությունն է։ Սկսվում է փոքր, երբեք չանարգես փոքր սկիզբը։ Գիտեք, հայոց լեզուն ունի ընդամենը 36 հնչյուն, բայց հայոց լեզվով բոլոր գրված այդ հանճարեղ գրքերը, հանճարեղ պատմությունները 36 տառերով են սկսվել։ Բոլոր պատմությունները, անգլերենում ավելի քիչ է, 26 է, չէ, անգլերենում։ Այսինքն, փոքր սկիզբը երբեք մի անարգի։ Ընդամենը 7 երաժշտական նոթից գրվել են բոլոր աշխարհի երաժշտությունները։ Ընդամենը 7 երաժշտական նոթից գրվել են բոլոր երաժշտությունները։
Աստծո արքայությունը ունի այդ աճի զորությունը, այդ աճի պոտենցիալը, այդ մանանեխի սերմը Հիսուս Քրիստոսն էր, այդ մանկիկը, որը ծնվեց Մսուրում, ճիշտ է, որը ծնվեց Մսուրում, որը ապրեց 33 տարի, որը Իսրայելի սահմաններից դուրս չեկավ, որը խաչվեց հանցագործի պես, բայց այդ սերմը մահացավ եւ այդ սերմից մի վիթխարի ծառ է աճել, որը քրիստոնեությունն է եւ այն գնալով զորանալու է, որովհետեւ երկնքի արքայությունը կանգնեցնել չի լինի։ Ամեն, այն աճելու է շարունակաբար։ Այն աճելու է շարունակաբար, եկեղեցին գնալով մաքրվելու է, զորանալու է, դառնալու է կատարյալ եւ մի օր արժանի իր փեսացուի հետ հանդիպելուն։ Ամեն, այս հույսով մխիթարվի, սիրելիս։ Մի նայիր աջ ու ձախ, որոմները մի հաշվիր, հիշիր մարգարեությունը Քրիստոսի։ Հալելույա։ Հիսուսը մեկ առակել ասեց, երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց, 3 չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց։ Այս ամենը Հիսուսը ժողովրդին առակներով ասեց, նրանց հետ առանց առակի չէր խոսում, որպես իրականանար մարգարեի միջոցով ասված առակներով կբացեմ իմ բերանը, կբացահայտեմ աշխարհի սկզբից իմ վեր ծածկած բաները։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր։ Սիրելիս, գիտեք, այս մանանեխի սերմի մասը, որ ասում է մեծ ծառ կլինի, երկնքի թռչունները կգան։ Դուք գիտեք, որ այս պատկերը 3 անգամ հին ուխտում կա։ Եվ ես ձեզ կբերեմ այդ օրինակները։ Առաջինը Դանիելի 4-րդ գլուխն է։ Հիշում եք այդ պատմությունը։ Սա Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագավորն էր։ Նա երազ տեսավ։ Եվ այդ երազից այնքան շփոթվեց, քունը կորցրեց։ Եվ դու կարող ես կարդալ Դանիել 4:10-17-ը։ Ես այսպես կասեմ, նա այնքան շփոթվեց, նա տեսավ մի մեծ ծառ ու նույն բառերն ա գրված։ Վիթխարի մի ծառ, երկնքի բոլոր թռչունները ասում է եկել էին նրա ճյուղերի մեջ բույն էին հյուսել եւ կենթանիները նրա ստվերների տակ ապրում են, մինչեւ որ երկնքից մի սուրբ իջավ եւ ասեց կտրեք ծառը։ Եկեք կարդամ։ Անկողնուս մեջ իմ գլխի տեսիլքում տեսնում էի ահա մի ծառ երկրի մեջտեղում, նա շատ բարձր էր։ Այն ծառը մեծացավ ու զորացավ, նրա բարձրությունը հասավ մինչև երկինք, եւ նա տեսնում էր երկրի բոլոր ծառերից վեր։ Նրա տերևները գեղեցիկ էին, պտուղը առատ, թռչունները բնակվում էին նրա ճյուղերում եւ կենթանիները կերակրվում էին նրանից։ Բայց ահա մի պահապան, մի սուրբ իջավ երկնքից, նա ուժգին գոչեց եւ ասեց. ծառը տապալեք, ճյուղերը կտրատեք, տերևները թոթափեք, պտուղները ցրիվ տվեք, գազանները թող փախչեն նրա տակից եւ թռչունները նրա ճյուղերից։ Բայց նրա արմատների բունը հողի մեջ թողեք, երկաթե ու պղնձե կապ դնեք նրա վրա, դաշտի խոտերի մեջ, որ թրջվի երկնքի ցողով, եւ նրա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մեջ։ Նրա մարդկային միտքը թող փոխվի եւ նրան անասունի միտք տրվի եւ նրա վրայով 7 ժամանակ թող անցնի։ Եվ նա այնքան շփոթվում է, ոչ ոք չի կարողանում այս երազը մեկնել, բացի որ Բաղդասարը, որ Դանիելն էր, եւ Դանիելը գալիս է եւ այնքան ինքը այդ երազից, նա գիտեր այդ երազի մեկնությունը, ասում է Բաղդասարը մի վախեցի, ասա։ Եվ Բաղդասարը ասում է Տեր Աստված, Տեր թագավոր, թող քո թշնամիներին լինի այս երազը, որտեղ այդ ծառը դու ես։ Եվ ասում է, որ բոլոր ժողովուրդները եկան քո ճյուղերի տակ, գիտեք Բաբիլոնը այդ ժամանակ ամբողջ մարդկության կենտրոնն էր։ Բոլոր ազգերը գալիս էին եւ սնվում էին Բաբիլոնից, ինչպես թռչուններ, ինչպես կենթանիներ։ Բայց նորից որևէ տեսակ թագավորություն, որ Աստծուց չէ, կոտրվելու է եւ քանդվելու է։ Եվ Բաղդասարը ասեց նրան, Դանիելը ասեց ապաշխարի թագավոր, սիրտդ հանձնիր
Իհարկե Նաբուկոդոնոսորը դա չարեց 6 ամիս հետո նա նայեց այդ իր Նինվեին, հա, այդ իր Ասորեստանի մայրաքաղաքին ու ասեց տեսեք ես իմ ձեռքով եմ արել իմ փառքի համար խոսքը դեռ բերանից դուրս չեկած Աստված խփեց եւ նա կորցրեց իր մարդկային միտքը եւ անասունի պես 7 տարի ապրեց դաշտերում, հա, Աստծո պատիժը եկավ նրա վրա։ Ուրեմն այդ ծառը, որ թռչուններ ու կենդանիներ են նրա տակ, սա թագավորության նկար է, սա թագավորություն է։ Այդ առաջինը Բաբելոնի թագավորությունն էր, երկրորդ նմանատիպ պատմություն կա Եզեկիել 31-ում, որը Եգիպտոսին է վերաբերվում, Եգիպտոսի փարավոնին է Եզեկիելը ասում նույն բառերը դու ծառ ես եւ այլն եւ Աստված պիտի քեզ կտրի, որովհետեւ սրանք թագավորություններ էին առանց Աստծո։ Բայց Եզեկիել 17:22-ում Աստված խոսում է գալիք օրվա հույսի մասին եւ մարգարեություն է տալիս մնայուն թագավորության եւ ասում է այսպես է ասում Տեր Աստվածը ես ինքս մի ոստ պիտի վերցնեմ Եղևնի բարձր գագաթից եւ տնկեմ նրա ամենաբարձր ճյուղերից մատղաշ տունկ պիտի վերցնեմ ու տնկեմ մի բարձր լեռան վրա Իսրայելի լեռնային բարձունքներում պիտի տնկեմ այն եւ նրա ոստը պիտի արմատ տա եւ պտուղ տա նա ազնիվ եղևնի պիտի դառնա նրա տակ կբնակվեն ամեն տեսակի թևավոր թռչունները նրա ոստերի տակ կբնակվեն կենդանիները եւ բոլոր դաշտի ծառերը պիտի գիտենան որ ես Տերս ցածրացրել եմ բարձր ծառերը եւ ցածր ծառերը բարձրացրել եմ կանաչ ծառը չորացրել եմ եւ չոր ծառը դալարացրել եմ։ Հիշում եք եղբայր Ստիվը անցած շաբաթ ասեց վարդերի օրինակը, որ լրիվ չոր էր, բայց Տիրոջ շնորհքով ու կամքով, որ մենք արդեն պատրաստվում էինք փորեինք հանեինք իրեն։ Հիմա եթե գաք լրիվ կանաչ է այդ ամբողջ ծառը, այդ ամբողջ թուփը։ Տերը անում է այն ինչ որ ինքը ուզում է անել։ Հալելույա։ Եվ այստեղ գրված է Հիսուսի մասին, Հիսուսն էր այդ դալար շիվը, այդ դալար ճյուղը, որ նա վերցրեց, տնկեց եւ մի մեծ ծառ եղավ։ Եվ քրիստոնեությունը ամբողջ մարդկային պատմության վրա ունենալու է շարունակաբար հսկայական ազդեցություն։ Հսկայական ազդեցություն։ Մինչև քրիստոնեությունը հռոմեական կայսրության մեջ ինչեր էր կատարվում, անբարոյականություններ եւ այլն։ Քրիստոնեությունը բերեց բարոյական նորմ մարդկային հասարակության մեջ, պատմության մեջ եւ գնալով Աստծո արքայությունը աճելու է։ Ոչ մի բան չի կարող կանգնեցնել այդ աճը։ Սիրելիս դրանով զորացի, այդ հույսով ուրախացի։ Եթե այսօր բաներ ես տեսնում, որ քեզ տխրեցնում է, այս ամենը անցնելու է, ժամանակավոր է։ Տիրոջ ծառը իշխելու է բոլոր ծառերի վրա, ամեն, եւ բոլոր թռչունները գալու են եւ նրա ճյուղերի մեջ ապաստան են գտնելու։ Դավիթ ասում էր. «Դու ես իմ բարձր ամրոցը, դու ես իմ ժայռը, եւ ես քեզ եմ հուսացած»։ Քո մեջ ես կփախչեմ դեպի քեզ եւ ես ապահով կլինեմ։ Դու կարող ես ապաստան գտնես նրա մեջ սիրելիս։ Քո հոգին, քո շունչը կարող է ապաստան գտնել քո Տիրոջ մեջ։ Հալելույա։ Հալելույա, շնորհակալ ենք։ Կարող ենք երաշտություն դնել ու աղոթել կարճ։ Հալելույա Տեր, մենք քեզ փառք ենք տալիս։ Մենք քեզ փառք ենք տալիս Տեր այս խոսքի համար, որով դու մեզ մխիթարեցիր։ Դու վերցնում ես տրտմությունը մեր սրտերից, Տեր, որովհետև քո տան խանդը, Տեր, մեզ ներսից ուտում է, ինչպես քեզ էր ուտում։ Քո տան վիճակի այդ տխրությունը քեզ ներսից ուտում էր, այդ բարկությունը քեզ ներսից ուտում էր։ Այսօր մենք նայում ենք մեր ժողովրդին, տեսնում ենք ինչ վիճակում են, Տեր։
Մենք բերում ենք մեր ժողովրդին քո առջև, հայ ժողովրդին Տեր։ Մենք աղոթում ենք Տեր իմ Աստված, որ քո արթնությունը լինի այս ժողովրդի մեջ։ Ես գիտեմ, որ դու քո սկսած բարի գործը շարունակելու ես եւ բոլոր ժողովուրդների մեջ։ Ես աղոթում եմ, որ Տեր քո արքայությունը, քո այդ վիթխարի ծառը, Տեր իմ Աստված գնալով կլանի ամեն բան դեպի իրան, կլանի ամեն բան դեպի իրան Տեր, որ բոլոր քո թշնամիները փոշիանան, ամեն ծունկ ծալվի եւ ամեն լեզու քեզ դավանի։ Մենք հավատում ենք, որ դա լինելու է Տեր։ Եվ ամենակարևորը մեր եկեղեցին, քո տունը Տեր իմ Աստված, դնում ենք քո ձեռքերի մեջ։ Մենք գիտենք Տեր իմ Աստված, որ քո լույսը շարունակաբար լուսավորելու է։ Քո լույսը շարունակաբար լուսավորելու է Տեր իմ Աստված։ Մենք քեզ փառք ենք տալիս քո օծության համար։ Մենք քեզ փառք ենք տալիս քո երկնքի արքայության համար։ Եվ Տեր իմ Աստված, ես աղոթում եմ ոնց որ դու ես պատվիրել։ Դու ասացիր, երբ որ աղոթեք, սա աղոթեք։ Քո արքայությունը Հայր գա եւ քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Եկեք ոտքի կանգնենք սիրելիներս, միասին աղոթենք մեր եկեղեցու համար, Գլենդելի համար, հալելույա, աղոթում ենք Տեր, որ այս վայրում քո կամքը կատարվի, քո կամքը կատարվի Տեր, քո արքայությունը հաստատվի այս վայրում, քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա Տեր իմ Աստված, որ դու լինես այստեղ միակ Տերը, միակ Թագավորը, որ ամեն ծունկ քո առջև ծալվի եւ ամեն լեզու քեզ դավանի Տեր իմ Աստված, հալելույա, դու բեր այդ թլչուններին, այդ հոգիները, որ կգան եւ կապաշխարեն եւ իրենց կյանքը քեզ կնվիրեն Տեր ջան, հալելույա, հալելույա, եւ օգնիր, որ մենք լինենք բարի մշակներ, որ կարողանանք ընդունենք, հոգ տանենք, սիրենք Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անով, ես օրհնում եմ իմ քույրերին, եղբայրներին, օրհնում եմ, հալելույա, հույսով ուրախանան, կյանքով լցվեն, հավատքով զորանան, Հիսուսի անունով շնորհակալ եմ, ամեն, փառք Հիսուսին, Փառք Հիսուսին։ Եվ հիմա գրավիրենք սարգսակները կան առաջ եւ նվերները կբերենք Տիրոջ առջև։ Եվ նույնպես էլ կհիշենք աղոթքի կարիքները, որ մարդիկ բերել են եւ հավատքով բերում ենք Տիրոջ առջև։ Այո, սիրելիներ, Տերը պետքա թագավորի մեր սրտերի վրա։ Ինչ հրաշալի խոսքեր, չէ՞։ Իրոք մենք պետքա հիմա քննենք մեր սրտերը։ Մենք գիտենք մեր սրտի վիճակը։ Եվ Տերն էլ գիտի։ Այն կետերը, որ Տիրոջ թագավորությունից դուրս է, թող որ աղոթենք։ Գիտեք, հավատքը սա է։ Մեկ որոշները մտածում են հավատքը որն է։ Հավատքը սա է, որ մենք նայում ենք մեր թերությունները եւ Տիրոջն ասում ենք Տեր, ես հավատում եմ, որ դու կարող ես ճշտես։ Ես իմ հույսը քո վրա եմ դնում, որ դու ինձ զորությունն ես տալու, որ այդ արդար կյանքը քո թագավորության ես կարողանամ ապրեմ։ Դա իսկական հավատքն է։ Եվ մենք հավատում ենք այս կարիքները, որ Տերը կարող է լուծի։ Եվ հավատում ենք, որ ամեն տեսակ թերություն մեր կյանքերի մեջ, մեր սրտերի մեջ, Տերը կարող է ճշտի։ Եվ Տեր ջան, գայս ենք քո առջև։ Հանձնում ենք քեզ, Տեր ջան, վստահելով, որ ամեն դժվարություն, ամեն ծունկ, ամեն դիվական գործ պետք է իր ծունկը ծալվի քո առջև եւ դավանի, որ դու ես Տերը։ Ամեն իրավիճակ, որ այստեղ անձնավորությունները դրել են եւ գրել են հավատքով Հիսուս Քրիստոսի ոտքերի առաջն ենք դնում։ Հիսուս Քրիստոսի արյունը քսում ենք այս կարիքների վրա, այս ընտանիքների վրա, այս անձնավորությունների վրա եւ կողպում ենք ամեն դիվական ծրագիր
Հիսուս Քրիստոսի անունով, այնտեղ որ լույսի թագավորությունն է, խավարը պիտի փախչի։ Ավելի շատ զորեղ է լույսի թագավորությունը եւ մեր թագավորը, քան թե նա որ բնակվում է այս աշխարհի մեջ, նա որ այս աշխարհի թագավորն է։ Հիսուս Քրիստոսի անունով կողպում ենք Հիսուս Քրիստոսի անունով ամեն տեսակ բացասական հոգի, ամեն դիվական ծրագիր, ուզում է լինի մեր ընտանիքների մեջ, ուզում է լինի մեր գործերի մեջ, ուզում է լինի այս եկեղեցու մեջ, դուրս Հիսուս Քրիստոսի անունով։ Դու իրավունք չունես այստեղ։ Դուրս ենք գցում, we take authority in Jesus mighty name։ Եվ աղոթում եմ սիրելիներիս համար, որ այստեղ են ամեն տեսակ խնդիր, որ իրանք անցնում են իրանք կյանքի մեջ, հանձնում ենք քեզ, քո սուրբ արյունը քսում ենք այդ իրավիճակի վրա, որ ամեն ծունկ, ամեն իրավիճակ պետքա ծալվի եւ լինի քո կամքը մեր կյանքերի մեջ, քո կամքը լինի։ Մենք չենք ուզում որ որոմ լինենք, ուզում ենք որ մենք ցորեն լինենք, պետքաբեր լինենք եւ ենթարկվենք քո կամքին։ Եվ այն ժամանակ կօրհնես, այն ժամանակ կբարձրացնես նա որ խոնարհվում է քո առջև։ Հիսուս Քրիստոսի անունով նույնպես էլ աղոթում ենք նվերների համար, հավատքով տալիս ենք քեզ Տեր ջան։ Եվ կաղոթենք որ մեզ դու առաջնորդես մեր կյանքը ֆինանսական, մեր գործը եւ մեր ծառայությունը։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Տերն օրհնի ձեզ սիրելիներ։ Եվ նույնպես էլ այսօր ինչպես որ ունեցանք մեր հյուրը, եղբայր Ռաֆիկը, ուզեմ նույնպես շնորհակալություն հայտնեմ։ Գիտեք, եղբայր Ռաֆիկը երկար ժամանակ էր մեր ընկերն է, եւ ես շատ իրան հարգում եմ։ Մեր եղբայրը շատ դժվարություններով անցել իր կյանքի մեջ, բայց գիտեք, այս ամեն ինչի մեջ իր հավատքը պահել է։ Այս ամեն ինչի մեջ շատ սիրով եղբայր է եւ խոնար եղբայր է։ Ես այդ եմ իրանից շատ admire եմ անում եւ շնորհակալ ենք եղբայր։ Շնորհակալ ենք։ Տերն իրոք ձեզ օրհնի եւ սիրում ենք ձեզ։ Եվ ամենը որ հավատարիմ եւ քույրն էլ նույնպես հավատարիմ միշտ գալիս է երգում է ամեն ծառայողներին այստեղ մենք օրհնում ենք եւ սիրում ենք եւ գնահատում ենք եւ Տերն օրհնի ձեզ այո